սուտ ասեմ։ Նա բաժանել է իրանց այդ ինչ-որ սաղի նկատմամբ ինքը կամպրամատ ունի, որ SMS-ով կարում է մարդ հեռացնի գործից, ինքը ամեն ինչի ընդունակ է, ինքը նորմալ, ես գտնում եմ, որ ինքը նորմալ մարդ չի։ Իրականում եմ ասեմ, մեկ ծիծաղի լուրջ եմ ասենք նա, եթե նորմալ մարդել է, այսքան ժողովրդի ասենք ներվերի հատկապես թոշակառու, ասմատասած, դա ահա որ վիրավորական է։ Չենք հավատում։ Ինչու։ Որտեղ սուտ է խոսում։ Եթե զենք գներ, այս վիճակին չէր ելել։ Հայ ժողովուրդը, բանակը, այս պարտությունը, նրանք մենակ իրենց պարգևավճարները իրանց փողի համար են, իրանց աթոռի համար են պայքարում։ Եթե զենք գնացել լինեին, մտածեին այս երկրի մասին, երկիրը այս վիճակին չէր ելնի։ Ոչ մի բան չենք հավատում։ Չեմ հավատում, անձնական կարծիքն է, չեմ հավատում, որ այդքան զենք կարա գնված լինի Հայաստանի համար։ Եթե զենք գնացել էին այս վիճակը լեր, այդքան զոհեր չէր ելի։ Դե եթե գնել էլա, գիտենք ինքնաթիռները առանց իրանց նարյադների։ Թող գնան, Ղուրբանալն են 5000-ին են, որ տարան։ Մնացածին էլ, Ղարաբաղցիներին էլ այսօրը գցողին։ Ասում են հներն են արել, հները կերել են, միջև հիմա հետ են բերում, հների կերածը։ Բայց ները թեկուզ կերել են, թե ինչ են արել, հայրենիք են պահել, ինքն էլ թող լափեր ու հայրենիքը պահեր։ Ինչ կրկնապատկվել, 14 միլիարդ է, ինչ կրկնապատկվել, 3 միլիարդ էր են մյուսների ժամանակ, իսկ հիմա 14, և մարդիկ կույր են, մարդիկ չեն լուսավորում, կույր են, չեն տեսնում են մենակ տեսանելին, մայթերը նորոգել են, ու շատ ցավ եմ ապրում այդպիսի մակարդակ ունեցող ժողովրդի համար, որովհետև չեն հասկանում 14 միլիարդ ուտողը մի հատ էլ պետք է տեսանելի բան անի, ինչ որ մի դպրոց նորոգի, ինչ որ մի մանկապարտեզ նորոգի, մայթ նորոգի, բայց դա չի նշանակում։ Գիտություն չունեն մեր ժողովուրդը, գիտություն չունենալու պատճառով այս մենք այսօր ենք ընկի։ Դրանց ոչ մի խոսքին չեմ հավատում, սա սուտ են ասում։ Ես իրար ոչ մի խոսքին չեմ հավատում։ Չէ, չենք հավատում, բայց զհոլ խփելուն հավատում ենք։ Ոչ, իրանց բյուջեներն են տրզացրել։ Հավատալ իրա ոչ մի խոսքին էլ ինչսեր է հագարակներ է։ Ոչ, եթե զենք գրերին ջայել երեխեքը չեն կնա կոդորվի։